Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այսօր առավոտյան շուրջ 2.5 ժամ խուզարկեցին Գյումրու Ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի տունն ու երկու ավտոմեքենաները։ Սիմոնյանը պատմեց, որ մեքենան իրավապահները կանգնեցրել են Ավագանու նիստին գնալու ճանապարհին։ Մարզպետարանի դիմաց լուսացույցի տակ նանկամից այսպես ավտոներով ցեպ տվեցին, կանգնեցրեցին եւ վարորդին այլընտրանք չթողեցին, նստավ իրենցից մեկը մեքենայի մեջ եւ ուղղորդեց դեպի մեր տուն։ Մեքենաների խուզարկությունը դրսում էր եւ հնարավոր էր տեսանկարահանել։ Մեքենաներից ոչինչ չգտան, իսկ տանն ինչ էին փնտրում։ Ման են գալիս զենք, զինամթերք, ըստ երևույթին, ֆլեշ գեկ, չգիտեմ, չիպեր, տեդերներ, թղթեր, փաստաթղթեր եւ ընդամենը հայտնաբերեցին մեկ նոտատեդեր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում։ Քննիչները մի փոքր տոպրակ ձեռքներին հեռացան, հեռախոսներ էին առգրավել, այդ թվում Սիմոնյանի կնոջն ու երեխաներինը։ Ես իրենց ասեցի, որ տղեկ յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, բայց պետք չի ոտնահարել անձնական իրավունքները, իմ հեռախոսը տարել եք, հա, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելով դա ուրիշ բան է, դա արդեն ոնց որ հոց կարմիր գիծ է, որ անցնում ենք։ Հակակոռուպցիոն կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ Հայաստան դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էր խուզարկությունը։ Մի քանի օր առաջ հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրությունում նաև Սիմոնյանի անունն էր շրջանառվում, բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրեն։ Չնայած իրավապահների գաղտնալսմանը Սիմոնյանը բացառեց ընտրակաշառքի հետ առնչությունը։ Հիմա ես չգիտեմ իրենք ինչ ձայնագրություններ են ստեղծում, հնարում, պեղում, դնում, կպցնում իրար, ինչ որ բան ստանում։ Եթե անգամ նման բաներ կան, ուրեմն մեր այդ բացարձակ կապ չունեցող բան է։ Մենք այս քաղաքում ապրել ենք եւ չենք պատրաստվում լքել քաղաքը, նորից ապրելու ենք։ Կարգավիճակ ունեք։ Ոչ մի կարգավիճակ չունեմ, ինչի համար ունենամ։ Ինչի համար ունենամ։ Եթե չի հայտնաբերվել որևիցե բան, եւ ես չեմ գործել որևիցե բան, որով ինձ կարող են մեղադրել։ Ինչի համար կարգավիճակ ունենամ։ Ունեմ կարգավիճակ, Գյումրեցի տղու կարգավիճակն է իմը։ Ավելին պատահական չհամարեց, որ հենց Ավագանու նիստի օրն անցկացվեց խուզարկությունը, նաեւ իր բացակայության պատճառով Գյումրիում իշխանություն ձևավորած ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել ու Ավագանու նիստը տապալվեց։ Դե փաստացի կապը տեսնում ենք, չէ՞, եթե ես չկայի, Գրիգորյան Մարդունենց խմբակցությունից մեկը տնային կալանք է, հա, այսինքն մեկ հոգու չթողնելով նիստին, նիստը չէր կայանալու։ Փաստորեն հենց դրան էլ միտված էր։ Հակակոռուպցիոնից չմեկնաբանեցին Սիմոնյանի այս պնդումը։ Գյումրիի Ավագանիում քվորումի համար 17 անդամի ներկայություն է պետք։ Զարմանալի զուգադիպությամբ այսօրվա նիստը բոյկոտել էր Գյումրիում արտահերթ ընտրությունների ձգտող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ինչու՞, անձամբ ԿՊԱ-ականներից պարզել չհաջողվեց, նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, բայց ավելի ուշ խմբակցությունը հայտարարեց, թե նիստը բոյկոտել են, որովհետև մերժվել է իրենց սուբվենցիոն հայտերի առաջարկը։ ԿՊ խմբակցությունը սրան զուգահեռ առաջ մղեց վարչապետ Փաշինյանի թեզը, թե անցած տարի ընտրված Գյումրիի իշխանությունները քաղաքը վատ են կառավարում եւ պետք է հեռանան։ Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը Գյումրեցին տվել է հունիսի 7-ին։ Իր գնահատականը Գյումրեցին տվել է նաև մեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 50%-ից ավելի ձայն տալով։ Գյումրու եւ գյումրեցու շահերն արհամարող Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան։ Եռագլուխ դաշին ԿՊԱ-ականներն անվանում են խորհրդարանական ընտրություններին մասնակցած Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմադիր ուժերը իրենց հերթին իշխող ուժին են մեղադրում Գյումրիում կառավարման արհեստական ճգնաժամ ստեղծելու համար։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան։ Եվ փաստը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս մեկ անգամ տապալեց
ավականու նիստը։ Անդիմադիր մեր քաղաքը խմբակցության տնային կալանքի տակ գտնվող ավագանու անդամի մանդատն այսօր երեկոյան է հաջորդ համարին փոխանցվելու։ Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը պնդեց, նիստերը տապալելու իշխանության սցենարը չի գործում։ Այս սցենարը մի տարի է պտտում են, որ հակակոռուպցիոնով որ գալիս են, արդեն ասում ենք տղաներ, սցենարը փոխեք, մի տեսակ շատ նման է, ամեն բան, ստորակետը կետը։ Հիմա էլ պիտի խնդրենք սցենարը փոխեն, որովհետև չի գործում։ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, մնացածը ընդդիմությանը, իսկ հնարավոր իշխանափոխության համար մի քանի սցենարներ կան։ Օրինակ, ՔՊ-ն պիտի կարողանա մյուս ուժերից մարդկանց ներգրավել իր կողմն ու ձայների առավելություն ստանալով անվստահություն հայտնի գործող իշխանությանը, կամ մեկ նստաշրջանում նիստերը պետք է տապալվեն, կամ էլ Գյումրին պետք է խոշորացվի, որպեսզի նոր ընտրությունների հիմք լինի։ Այն, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում մտադիր են արտահերթ ընտրությունների գնալ, վարչապետ Փաշինյանը բաց հայտարարել է եւ նախընտրական եւ հետընտրական շրջանում, բայց թե այս սցենարներից որ մեկը կկիրառվի, դեռ չեն բացահայտում։